Երեք ինչպես գիտենք, Հովանավանկում կարկալույց քահանայի ձեռամբ պատարագ է մատուցվել։ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ այս կիրակի ևս պետք է պատարագ մատուցվի։ Որպես հոգևորական, ինչպես եք վերաբերվում երեկվա Հովանավանկում տեղի ունեցածին։ Նախ ասեմ, որ այս ամեն ինչը բնավ նորություն չի։ Եթե մարդիկ ուսումնասիրել են հայ եկեղեցու պատմություն, կտեսնեն, որ եկեղեցին իր ամբողջ պատմության ընթացքում շատ է այսպիսի փորձությունների միջով անցել ու այսօր հասել է այսօրվան։ Կարող մի օրինակ բերեմ, Սահակ Պարտև կաթողիկոսի հետ կապված, որ Մեսրոպ Մաշտոցի հետ, հիշում եք, իրենք էին, որ տարերի գյուտն արեցին եւ մեզ գիժ տվեցին, որոնով եղավ մեր ազգի հիմնասյուներից մեկը, որոնով պահպանեց մեր լեզուն, հակառակ դեպքում մենք հայ չէինք լինի այսօր։ Ուրեմն Սահակ Պարտև կաթողիկոսը բազմիցս հալածվել էր իր ժամանակի իշխանությունների կողմից ու ավելի շուտ ընդդիմադիրների այն ժամանակվա կողմից, եւ իրեն է պատկանում են արդահայտությունը, որ երբ գալիս եւ ամբաստանում են թագավորին, ասում է ավելի լավ է իմ հիվանդ գառը, քան ուրիշի առողջ գայլը, որ ուզում էին թագավորին փոխարինել տային, եւ ինքը չհամաձայնվելով ուրիշի առողջ գայլին բերել իր հիվանդ գառի փոխարեն, այդ դեպքում թագավորի, ինքը հայտնվում է ժամանակի իշխանների քարկոծության եւ ամբաստանության տակ եւ բազմիցս աքսորվում է, որի ընթացքում նաեւ հագատոր կաթողիկոսներ են նշանակվում, ինքը աքսորի մեջ է գտնվում, սակայն որոշ ժամանակ հետո ամեն ինչ անցնում է եւ այդ փոթորիկները հանդարտվում են եւ եկեղեցին նորից իր բնականոն հնով գնում է։ Այս ամեն ինչը ընդհանրապես նորություն չի, թող մեր սիրելի ժողովուրդը իմանա, որ այս ամենը հաղթահարվելու է, ինչպես որ հաղթահարվել է տարերի ընթացքում։ Ինչու է այս իշխանությունը պատերազմ հայտարարել եկեղեցուն։ Պատերազմ հայտարարել է ոչ թե այս իշխանությունը, այլ այս իշխանությանը բերած ուժերը, իրանք ընդամենը գործիք են, ցավոք սրտի, իրենք ինքնիշխան չեն, իրենք չէ որ մտածում են ինչ անեն, իրենք քաղաքական շահեր են սպասարկում, որոնով հայ քաղաքական շահին, հայկական քաղաքական շահի հետ ընդհանրապես կապ չունի։ Այսօր ինչ որ առաջարկվում եւ արվում է մեր իշխանությունների կողմից, բնավ մեր ազգային շահերին չի համապատասխանում եւ կարանք պարզապես ցանկացած իրենց կատարած քայլ սյունակների մեջ գրենք եւ նշենք դիմացը, որ երկրի ազգային շահերին է համապատասխանում եւ կտեսնենք, որ իրենց կատարած որևէ քայլ չի համապատասխանում հայ ազգային շահերին, հայկական ազգային շահերին։ Այս իշխանությունները այսպիսի թեզեր են առաջ գցում, որ եկեղեցին մաքրում են, տեսանք, որ օրերս նաեւ Արշակ Սրբազանի վերաբերյալ ինչ որ տեսանյութեր էին հրապարակել ինտիմ մանրամասներով, այս իշխանությունները լցվել է մասնավորապես սրբազաններին թիրախավորելով, բայց իրենք այդ ամեն ինչը փաթեթավորում են որպես մաքրում, եկեղեցին մաքրում են, գիտեք, որ թիրախում գլխավորը Գարեգին II-ն է, նրանք ասում են վեհարանը պետք է ազատագրենք վեհից, եւ արդյոք կարող ենք ասել, որ Հովանավանկում երեք տեղի ունեցածը նախաբանն էր այդ ճակերտավոր ազատագրական պայքարի։ Այս կեղծավորների պատասխանը Քրիստոս է տվել դեռևս ավետարանում, ասելով, որ կեղծավոր, նախ ինքդ քո աչքից կերանը հան եւ ապա կտեսնես քո եղբոր աչքի շուղը։ Ինչպես կարող ես դու հանել եղբորդ աչքի շուղը, երբ որ քո աչքում կերան կա։ Այսինքն բնական է, ցանկացած տեղել կարող են լինել փոքր կամ մեծ խնդիրներ, բայց երբ մարդու աչքի մեջ կերան կա, երբ որ այս իշխանության ներկայացուցիչները բնավ եկեղեցական կամքով ապրող մարդիկ չեն, բնավ եկեղեցու օրենքներին ենթարկվող մարդիկ չեն, եւ իրենք դեռ եկեղեցու զավակներ են համարվում, եթե դեռ համարվում են, զուտ եկեղեցու ողորմության շնորհիվ եւ ոչ երբեք իրենց վաստակի շնորհիվ։ Իրենք իրենց վաստակով արդեն վաղուց վաստակել են հերետիկոսի կոչում, որոնով եկեղեցին դեռ իրենց չի շնորհել։
Բայց եթե իրենք այսպես այս քայլերով գնան, անպայման իրենք կվաստակեն այդ հերետիկոսի կոչումը եւ ընդհանրապես եկեղեցուց կհեռանան, կհեռացվեն եւ եկեղեցին իրենց կհեռացնի հաղորդությունից։ Բայց դա արդեն եկեղեցական իշխանությունների որոշելիքն է, երբ կլինի, ես չեմ կարող ասել, բայց իրենց քայլերը տանում են այդ ուղղությամբ։ Իսկ երեկվա այդ կեղծ պատարագով ինչ ուղեր ցղեցին հանրությանը։ Երեք կարող ենք մտածել, թե ինչ էին ուզում անել։ Ինքը ինչ եկել է, ուզում է բախումներ հրահրի։ Մի հատ շատ լավ ֆիլմ կա, առիթից օգտվելով ուզում եմ բոլորին խորհուրդ տալ, որ նայեն։ Ընկեր Փանջունի վերնագիրը հայկական ֆիլմ է։ Այն ֆիլմը եթե նայեք, ձեր համար լիակատար պարզ կլինի, թե ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը եւ իր փոքրիկ խմբակը այս երկրում կատարել։ Իրենց նպատակը զուտ քանդելն է, բաժանում մտցնել, հասկանում եք, մարդիկ, որոնք ոչ մի արժեք չեն ստեղծել իրենց կյանքի ընթացքում, նախանձում են այն մարդկանց, որոնք ինչ-որ բան ստեղծել են եւ ուզում են կոտրել, փչացնել ուրիշի ստեղծածը։ Ամբողջ էությունը սրա մեջ է, իրենց մասով, իհարկե այս ամենից օգտվում են նաեւ օդար ուժեր, բայց իրենց մասով էս է ամբողջ էությունը։ Նույնը ինչ որ Կայենը արեց Աբելի հետ կապված, երբ Աբելի զոհաբերությունն Աստծո կողմից ընդունվեց եւ իրենը ոչ, ինքը նախանձեց եւ փոխանակ ձգտել ուղղվելու, ինչի հրահանգ ունեցավ Աստծուց, փոխանակ ձգտել ուղղվելու, հակառակ ինքը որոշեց վերացնել լավը, որովհետեւ իրեն թերարժեք չզգա։ Սա է խնդիրը։ Հիմա իրենց հոգեբանական, իրենց ինչ-որ մոտիվացիաները կարող են այս կդրվածքով տեսնել, որ իրենք ցանկացած լավ բանի թշնամիներ են։ Նույնը կարող ենք տեսնել նաև Ավետարանում, երբ Քրիստոս դևեր էր հանում, փարիսեցիները եկան, չէ, եւ ասեցին դևերի իշխանի միջոցով ես հանում այս դևերին։ Քրիստոս ասեց, որ եթե նույնիսկ որդու դեմ խոսք ասեք, պիտի ներվի, բայց Սուրբ Հոգու դեմ ասած խոսքը չպիտի ներվի։ Այս ինչ է նշանակում, որ մարդիկ, որոնք չեն հավատում Աստծո գոհությանը եւ Աստծո մեր կյանքին մեջ ներկա լինելուն եւ մեր կյանքի մեջ փոփոխություններ կատարելուն, Աստվածային շնորհին, այդ թվում նաեւ ձեռնադրության շնորհին, չէ, խորհրդին, այդ թվում նաեւ հոգեվորականների կողմից կատարված ծիսական խորհուրդներին, նրանք է որ Սուրբ Հոգու դեմ հայոյողներ են եւ նրանց է որ չի ներվելու։ Այս իշխանությունները իրենց կյանքով եւ իրենց բոլոր խոսքերով ապացուցեցին, որ իրենք Սուրբ Հոգու դեմ հայոյողներ են եւ իրենք միանշանակ Աստծո կողմից արժանանալու են ամենախստակույն պատժին։ Սա միակ մեղքն է, որոնց չի ներվում։ Այս մասին թող իրենք մտածեն, չնայած ես չեմ կասկածում, որ չեն մտածելու, որովհետեւ իրանք ընդհանրապես չեն էլ հավատում Աստծուն։ Իրենց համար պարզապես կեղծ ինչ-որ դիվիդենդներ հավաքելու միջոց է քրիստոնյա ներկայանալ մի երկրում, որտեղ 95%-ը քրիստոնյա են։ Եթե մեր երկրում լինեին օրինակ 95%-ը այլ կրոնի ներկայացուցիչներ, իրենք այդ կրոնից կներկայանային, բայց միանշանակ edel չէին պահի եւ չէին հավատա։ Դրա համար ես խորհուրդ չեմ տալիս մեր ժողովրդին խորանալ ներկա իշխանության կրոնական ծագման պատկանելության մեջ, որովհետև իրենք հենց այն մարդիկ են, ովքեր կրոն չունեն եւ առածը ասում է հերետիկոսից եւ մնացած աղանդավորներից շատ ավելի վախեցիր անկրոն մարդուց, որովհետև անկրոն մարդը իրապես պատրաստ է ամեն ինչի, իր համար ոչ մի սրբություն չկա, գոնե եթե ինչ որ կրոն ունի մարդ, ինչ որ չափանիշներ ունի, որոնցով որ առաջնորդվում է, այս մարդ չեմ ուզում ասել, այս արարածները, այսպես ասեմ, կամ չարարածները իրենք ընդհանրապես ոչ մի սկզբունք չունեն, պարապետները կերել են կամ հաղթել են թշնամուն, իրենց հանդեպ վարվել են արժանապատիվ։ Նույնիսկ մենք ունենք պատմություն, երբ որ մեր թագավորները գերել են կանանոցը, Պարսից շահի եւ անվնաս հետ են ուղարկել, չեն նսեմացրել, ինչ որ չարիք չեն գործել, որովհետև ունեցել են պատիվ։
այս մարդիկ պատիվ չունեն, որովհետև իրենք նույնիսկ իրենց եկեղեցին, որն որ դարերի ընթացքում ապացուցել է իր հավատարմությունը եւ իր ամբողջ հոգով ու սրտով նվիրվածությունը այս ազգին, իրենք այս եկեղեցու հետ վարվում են շատ անպատիվ կերպով, իրենք ընդամենը օգտագործում են ամբողջ ոստիկանական ուժը, ամբողջ սիստեմը, պետական ապարատը, որպեսզի նեղեն, որպեսզի քրիստոնյաներին եւ ազգային ուժերին, այսպես ասած, դնեն մի իրավիճակի մեջ, երբ որ այդ մարդիկ չկարողանան իրենց ազգայինը պահպանել, իրենց կրոնը պահպանել։ Հասարակ օրինակ բերեմ ձեզ, որ ժամանակին այսպես ասֆալտի փռելու պրոցեսները շատ եզակի էին լինում եւ միայն լինում էին ինչ որ ահաբեկչական խմբերի դեպքում զինված կամ ինչ որ մեծամասշտաբ թմրամիջոցով բռնված մարդկանց դեպքում, բայց հիմա ինչ ենք տեսնում հոգևորականին, որի վրա ոչ մի ինչ որ էական ծանր հանցագործություն չկա, գնում են ավտոմատներով, դիմակներով, մտնում են մարդկանց տները, խաթարում են ընտանեկան անդորը, հասկանում եք, եւ այս իրոք ամենա այսպես պատկերավոր ձևով կարելի է բնութագրել որպես պետական տերորիզմ, ահաբեկչություն։ Սա ահաբեկչություն է, երբ որ ոստիկանական ուժը կիրառվում է անհամաչափ այն մարդկանց հանդեպ, ովքեր որ իրենց հետ համաձայն չեն, իրենց տեսակետի կամ քաղաքականության հետ համաձայն չեն։ Օրինակ ես հարց եմ տալիս, ինչ կարիք կա քահանայի տունը մտնել դիմակավորված մարդկանցով զենքով եւ ինչ եք փնտրում դուք քահանայի տանը, երբ որ այդ քահանան ձեր, այսպես ճագերտավոր ասած, մեղադրանքով մեղադրվում է ընդամենը ինչ որ ընտրությունների առաջ մարդկանց կողմնորոշելու կամ ինչ որ ցույցերի մասնակցել չմասնակցելու հորդորների կամ հրամանների մեջ։ Սա ակնհայտ է, որ այդ ուժը համաչափ չի կիրառվել ու չի կիրառվում։ Սա իրոք խայտարակություն է եւ սա վկայում է, որ մենք պետական համակարգ, պետական կառուցվածք այլևս չունենք, այլևս ամեն բան ենթարկվում է մի մարդու։ Մի մարդ հրամայում է գնալ սրան ասֆալտին փռել, գնում փռում է։ Այսինքն ինչն է այստեղ խնդիրը, որ ոստիկանությունը, որ նոր պարտավոր է այդ դեպքում համաչափ արձագանք տալ, ասել, որ պարոն Փաշինյան, այս հանցանքի համար, ճագերտավոր հանցանքի, երբեք չի կարելի գնալ այս քայլերին, որովհետև այս քայլերին գնում են ծայրահեղ հանցագործների դեպքում, ոչ թե հոգևորականի դեպքում, որ նոր մեղադրվում է շատ փոքր ինչ որ հանցանքի մեջ։ Այդ ասող չկա, իսկ ինչի չկա, որովհետև վախենում են։ Ինչի են վախենում, որովհետև դիկտատուրա է հաստատված, ամբողջ պետական մարմինը մի հոգու է ծառայում, այդ թվում նաև դատական մարմինը, ոստիկանությունը, ազգային ժողովը ամբողջությամբ, եւ այդ մարդը ինչ ուզի կանի եւ հաստատի նաև իրենց ճակատագրերի տերն է։ Եվ քանի որ իրենք հավատք չունեն Աստծո հանդեպ, դրա համար էլ իրենք արդեն վախենում են այս իշխանություններից եւ հոգեվորականների նման չեն կարող ազատ խոսել, որովհետեւ հոգեվորականները գիտեն, որ մեր Տերը Աստված է եւ վերջնական մեր փրկությունն էլ Աստծո ձեռքերում է։ Թեկուզ եւ մեր մարմինները կարողանան իրենք հալածել, սպանել, մենք պետք է վախենանք նրանից, ինչպես ասում է Ավետարանը, ով հոգիները գեհեն գցելու իշխանություն ունի։ Թող իրենք դրանից վախենան, որ իրենց մարմինները փրկելու ճանապարհին կարող են իրենց անմահ հոգիները կորցնել եւ հավիտենական դատապարտության արժանանալ։ Եվ ինչին որ արժանանում են բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցում են այդ չպատարակին, որ նոր կատարում է չքահանան։ Սա է խնդիրը եւ սրա մասին կուզենայի, որ բոլորը մտածեին եւ հասկանան, որ նույնիսկ ժողովուրդը այն մարդիկ, ովքեր գնում եւ մասնակցում են, չնայած ես վստահ եմ, այնտեղ մասնակցողների 99%-ը ընդհանրապես գաղափար չունի պատարակի խորհրդից, իրենք գնում են այնտեղ որպես Նիկոլ Փաշինյանի ֆան կլուբի անդամ եւ կլուբ են բացել, վերջում է տեսակ, ինչպես էին եկեղեցում ծափահարություններ հնչեցնում, ինչ որ հարիշ չէ եկեղեցուն եւ եկեղեցական մթնոլորտին։ Այսքանը կասեմ,
թող ժողովուրդը զգոն լինի, թող իմանան, որ հերետիկոսության են մասնակցում եւ Աստծուն երբեք հաճելի չի իրենց արածը։ Եկեղեցին տարերի ընթացքում կառուցել է իր եկեղեցիները իրենց համար, բայց այդ եկեղեցիները իրենց չէ, որ պատկանում են։ Այդ եկեղեցիները Աստծունն են եւ Աստծո խոսքի համար են եւ Աստծու հիմնած եկեղեցու եւ այդ եկեղեցուն ծառայող հոգեվորականների համար են։ Իրենք ոչինչ չեն արել այդ եկեղեցիները ժամանակին թրգելու համար։ Իրենք ինչ են արել։ Իրենք երբ որ սովետական միությունը եկավ եւ աթեիզմ քարոզեց, իրենց պաբերը առաջինը եղան, երբ որ այդ եկեղեցիները վերածեցին կոմերի, ամբարների, հասկանում եք, երբ որ այդ եկեղեցիները քանդեցին, ինչպես որ հիմա են անում շատերը։ Ուրեմն թող իրենք երբ որ իրավունքներ են ճոճում եկեղեցու հանդեպ, թող մի հատ անդրադառնան, թե ինչ են արել իրենք այդ եկեղեցու համար, այսօք այդ եկեղեցու ինչ որ մի փոքրիկ հոգս հոգացել են իրենց ամբողջ կյանքի ընթացքում, եւ հետո նոր ասեն, թե իրենք իրավունք ունեն եկեղեցու վրա, թե չունեն։ Չէ որ իրավունքը ձեռք է բերվում պարտականություններով։ Երբ որ մարդը իր պարտականությունները կատարում է, դրանով է որ իրավունք է ձեռք բերում այդ տվյալ մարդկանց կամ տվյալ շինությունների, եկեղեցու կամ մնացածի հանդեպ։ Իսկ իրենք բացի չարիքից շատերը ոչ մի բարիք չեն բերել եկեղեցուն։